Ամառը թե քաղաքական եւ թե հասարակական իրադարձությունների մասով թեժեր, սկզբում Բաղրամյան պողոտայի իրադարձություններն էին, հիմա սահմանադրական փոփոխություններն են։ Ինչ տեսակետ ունեք ընդհանուր առմամբ այս քաղաքական իրադարձությունների մասով, մասնավորապես թարմօրինակ սահմանադրական փոփոխությունները։ Բաղրամյանի հետ կապված լուսաբանումներ շատ են եղել, անշուշտ նաև լուրջ վերլուծության կարիք կա, դա առհասարակ ինչ երևույթ էր, բայց ցավոք չունենք մամուլում դեռևս հրապարակված համակարգային վերլուծություններ այդ առթիվ, քանի որ արդեն այս պահին այսպես կոչված սահմանադրական բարեփոխումներ բառնել քիչ վերաբերելի է այս դեպքում, փոփոխություններ ասենք, հարցի հետ կապված, ուստի դրան անդրադառնանք միայն, ակնհայտ է, որ այս համակարգը հետզհետե փորձում է վերականգնել խորհրդային ժամանակներին բնորոշ կառավարման մեխանիզմները, ձևերը, մեթոդները, անգամ մարդիկ են այդ աստիճանի հին, որ կառավարում են այս համակարգը։ Եվ եթե մենք ազգովին չփորձենք այս իրավիճակը շտկել, դուրս գալ այս աղետալի ընթացքից, ապա մենք իսկապես հայտնվելու ենք այնպիսի փոսում, որից դուրս գալը ես անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսի գերմարդկային ճիգեր կպահանջեն։ Շատ վտանգավոր իրավիճակի մեջ ենք մենք հայտնվելու։ Ուստի անկախ այն հանգամանքից, որ առաջարկվող նախագիծը պարունակում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման, ինքնիշխանության հանձնման, ազգային շահերի վաճառքի հնարավորություններ եւ լծակներ, մասնավորապես շատ լղոզված է հենց ինքնիշխանության հետ կապված դրույթներն են լղոզված, այդտեղ անգամ կարելի ասել մարդ սպանելը օրինականացված է իր քաղաքացիական եւ մարդկային դիրքորոշումը հայտնելու դիմաց եւ բնականաբար, եթե ինքնիշխանության հետ կապված խնդիրներ կան եւ եթե քաղաքացու իրավունքները մասնավորապես նաեւ նրա ընտրության իրավունքը ոտնահարելու մեխանիզմների պատճառով նա փաստորեն հիմքեր են ստեղծում իշխանության այսպես կոչված օրենքով սահմանադրությամբ յուրացնելու համար, բնականաբար նաև ազգային շահերը ամեն քայլափոխիկը ոտնահարվեն, ինչպես որ հիմա թեկուզ այս գործող սահմանադրության պայմաններում սեպտեմբեր 3-ը մեզ օրինակ, հետո հետագա իրադարձությունները, նաև Արցախի հետ կապված հարցերը մենք տեսնում ենք, որ եթե այս պայմաններում է հնարավոր այս ռեժիմի ձեռքով վաճառել ազգային շահը, ապա այդ մեխանիզմները սահմանադրականացնելուց ճակերտավոր հետո արդեն պետք է պատկերացնել, թե ինչպիսի ուղղակի աճուրդ վաճառքային տրամաբանությամբ գործողություններ կկատարվեն մեր ազգային ստորառազմավարական շահերի հետ։ Ըստ էության սա երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելու համակարգ է մեզ առաջարկվում ժողովրդավարական դեկորացիաների ծածկույթի տակ։ Պատկերացնենք մի ճամբար, որի ցանկապատը լինելու է ժողովրդավարական դեկորացիաներով, բայց դրանից էությունը չի փոխվելու։ Իրականում լինելու է միակուսակցական համակարգ եւ ճակերտավոր հին եւ բարի ժամանակների նման կենտկոմի քարտուղարի գլխավորությամբ։ Որպեսզի չբրեժնևանանք եւ կրկնում եմ փոսի մեջ չհայտնվենք, պետք է համախմբվել եւ լուծումներ գտնել, լուծումներ տեսնել։ Դրա համար հարկավոր է ձևավորել այնպիսի քաղաքական հարթակ, այնպիսի հանրային մեխանիզմներ, որոնք ժողովրդի աչքի առաջ բաց ձևով կտանեն առողջ ուժերի անհատների կոնսոլիդացիայի, հնարավոր կլինի ձևավորել համապատասխան կազմակերպվածք քաղաքական եւ այս առիթը օգտագործելով
սահմանադրական այսպես կոչված փոփոխությունների առիթը օգտագործելով, որը բոլոր դեպքերում անցում է, իսկ անցումի ժամանակ համակարգը թուլանալու է, այդ թուլությունն էլ օգտագործելով ցնցել այն մինչև վերջ, հեռացնել ռեժիմին եւ դրանից հետո նոր հասկանանք, թե այսինքն այս ի սկզբանե է պետք հասկանալ, բայց արդեն ձեռնամուխ լինել երկիր այս վիճակին հանելու քայլերին։ Պայքար կարծես թե այդ փոփոխությունների դեմ այս պահին թեժ պայքար տեսանելի չէ, դա ինչով է կպայմանավորում, թե սպասում են աշնանը մտնի խորհրդարան, հավանաբար նախագիծը նոր սկսեն քննադատությունները եւ արդյոք սա այն հարցն է, որում պետք է հապաղել։ Ոչ, անշուշտ այստեղ հապաղելը կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ, բայց ցավոք սրտի համակարգային մտածողությունը այնքան է ներթափանցել ամենուրեք, որ այդ թվում նաև քաղաքական ուժերի կյանք, որ արձակուրդային մտածելակերպը, արձակուրդային տրամադրությունները անգամ այս աղետալի վիճակում փաստորեն գերակշռում են, բայց մյուս կողմից դա օբյեկտիվ երևույթ է, ստիպված ենք թերևս դրա հետ հաշտվել եւ մեկ ամիս այս համատաբար հանդարտ վիճակում պատրաստվել, հետո նոր տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Անշուշտ, նրանք միշտ հաշվարկում են եւ միշտ ամռան հետ կապված ծրագրեր են ունենում եւ ամռան գործոնը օգտագործելով բավականին ամրացնում են իրենց դիրքերը։ Ցավալի է, բայց փաստ է։ Քանի դեռ մենք չենք ուզում հասկանալ, որ ներհամակարգային առօրյական տրամաբանությունը մեզ ընդամենը կենցաղայնացնում է եւ կտրում է քաղաքականությունից, քանի դեռ չենք հասկանում, որ ըստ էության պատերազմի մեջ ենք, ներքին պատերազմի եւ այդ պատերազմը հաղթելուն ենք դատապարտված, հակառակ պարագայում ամեն ինչ ենք կորցնելու։ Ցավոք սրտի այսպիսի միտումները, այսպիսի կիսատպռատությունը մեզ ուղեկից է լինելու եւ լինելու է մեր պարտությունների պատճառը։ Դրա համար պետք է ցնցվել եւ լավ իմաստով, հիմա այդ բառը կարծես արժեզրկվել է, սթափվել ու լծվել գործի։ Հիմնադիր խորհրդարանը կոնկրետ ինչ գործողությունների է դիմելու, դեռևս ապրիլի 24-ից ձեր խոսքով տվել եք ռեժիմի վերջի մեկնարկը եւ արդյոք այս պահին որոշակի խնդիրներ չեն առաջացել, հաշվի առնելով նաեւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հիմնադիր խորհրդարանի հասցեին հնչող քննադատությունները։ Քննադատություններից սկսեմ պատասխանը, ակնհայտ էր, որ ռեժիմը գրեթե խոճապային վիճակի էր եկել այն պատճառով, որ տեսավ, որ մենք ակտիվ ենք այդ գործընթացում, մենք սահմանափակվեցինք անշուշտ տեխնիկական եւ կազմակերպական աջակցությամբ եւ նաեւ խորհուրդներով, հորդորներով երիտասարդ կազմակերպիչներին, ցավոք սրտի իրենք երիտասարդները իրենց ուժը եւ կարողությունները թերագնահատեցին եւ հասնելով որոշակի մակարդակի, դրանից հետո կարծես թե սկսեցին տեղում դոփել եւ համակարգն էլ օգտվեց դրանից եւ նախապես պատրաստված եւ հետագայում մտածված քայլեր, այո, ձեռնարկեց եւ կարողացավ ժամանակավորապես մարել այդ գործընթացը։ Մենք հասկանում ենք, որ սոցիալ-տնտեսական վիճակը երկրի աղետալի է եւ բնականաբար դեռևս տասնյակ առիթներ կլինեն եւ հետզհետե այդ առիթները ժամանակի իմաստով ավելի մոտ կլինեն, իսկ պիկերը ավելի բարձր այդ ցնցումների։ Դա առաջինը եւ վերջինը չէր։ Այնպես որ դեռ շատ առիթներ կլինեն մեր երիտասարդության դրսևորվելու համար եւ մենք առաջարկում ենք, հորդորում ենք երիտասարդությանը, որ քաղաքական կոնսոլիդացիայի, երկրի ճակատագրի հետ կապված հարցերում իրենք շատ ակտիվ լինեն, իսկ շատ ավելի ցանկալի կլինի, որ հենց նախաձեռնողի դերում լինեն։ Եթե իրենց փորձը, գիտելիքները, հմտությունները փոքր-ինչ պակասում են գործը վերջնականապես ավարտին հասցնելու համար, ապա ավելի ավագ տարիքի մարդիկ իրենց կողքին կանգնած կլինեն եւ կօգնեն ամեն հարցում ու միասին ձեռք-ձեռքի տված հնարավոր կլինի արդյունքի հասնել։ Երիտասարդները պետք է ակտիվ լինեն, պետք է տեր կանգնեն մեր երկրին։ Ես ուղղակի հիշեցնում եմ, որ մասնավորապես բոլորիս համար պաշտելի
անկախական հերոսը Մովսես Գորգիսյանը 28 տարեկան էր ընդամենը եւ մինչ այսօր նրա հասունությունը որևէ կերպ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել։ Մեր այսօրվա երիտասարդներն էլ պակաս չեն, կարող են, թող չընկճվեն հերոսների այդ լուսավոր փայլից, իրենք նույնպես նույն ազգի զավակներն են եւ կարող են այդ գործը անել, պետք է ինքնավստահ լինել։ Ձեր գործողությունների մասով Ես արդեն ասացի, որ մենք տեսնում ենք այս առիթը Սահմանադրական փոփոխությունների առիթը օգտագործելու եւ քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու միջոցով ռեժիմին հեռացնելու եւ երկիրը այս վիճակից հանելու։ Իսկ դրա համար պետք է հարթակներ լինեն եւ շատ ուրախալի եւ ցանկալի կլիներ, որ այդ հարթակները ձևավորեն երիտասարդները։ Պետք է եւ քաղաքացիական կոնսուլտացիաներ կային հիմա էլ որոշ չափով շփումներ կան, դրանք ոչ պաշտոնական են, կան այդպիսի շփումներ, բայց կրկնում եմ ցանկալի կլինի, որ հաշվի առնելով այս տարիների բացասական բեռը, ժողովրդի հիասթափություններն ու հուսախաբությունները, հաշվի առնելով մաշվածությունը առհասարակ, պետք է խոստովանենք, որ երիտասարդական ավյունի միջամտության կարիք կա։ Մենք տեսանք, որ այդ երիտասարդական ավյունը միջամտությունը ինչպիսի դրական արդյունք տվեց։ Եվ ակնկալում ենք, որ նաև այստեղ լինի այս նախաձեռնողական միջամտությունը, որպեսզի այն բացը, որ կա քաղաքական դաշտում, լրացվի։ Մյուս կողմից մեր երկրում քաղաքացիականի զուտ քաղաքացիականի որևէ ասպարեզ ցավոք սրտի դեռ չկա։ Մեր քաղաքացիականն էլ ամբողջությամբ քաղաքական է, որովհետև մենք գտնվում ենք համակարգային ճգնաժամի մեջ, որը սխալ քաղաքական գործունեության, ապազգային հանցավոր քաղաքական գործունեության հետևանք է։ Այդ պատճառով այստեղ բոլոր պահանջները, բոլոր շարժառիթները, բոլոր պատճառները քաղաքական են եւ լուծումներն էլ են քաղաքական։ Ձևի հարցն է, թե այդ հարցը բարձրացնում են քաղաքական ուժերը, թե ուղղակի հասարակությունը իր այս կամ այն խավի, շերտի, խմբի միջոցով։ Բայց դրանց էություն չի փոխվում։ Պատահական եք համարում այն, որ Հանրապետական կուսակցությունը կարծես թե խնդիրը անձնավորում է, ասելով, որ Սերժ Սարգսյանը ասել է, որ այլևս չի պատրաստվում նաև ազգային ժողովին նախագահ դառնալ։ Այսինքն ամբողջ խնդիրները համակարգային ձեր թվարկած խնդիրները անձնավորում են եւ այսպիսով կարող են հաջողության հասնել։ Դրանով իրենք նախ մատնում են իրենց մտածելակերպը, հոգեկերտվածքը, որ անձնապաշտական համակարգ է ձևավորված։ Եվ նաև միգուցե գիտակցելով փորձում են հենվել հասարակության որոշակի իրենց կարծիքով ստվար, մեր կարծիքով ոչ այդքան զանգվածի վրա, որը նույնպես այդպիսի մտածելակերպ եւ հոգեկերտվածք ունի։ Վաղուց արդեն մշակույթի առումով կառավարիչները մեր ժողովրդից շատ են հեռացել բացական իմաստով։ Նրանք ներքևում են գտնվում մեր ժողովուրդը վերևում ամեն առումներով, չեն համապատասխանում մեր ժողովրդին։ Այդ պատճառով իրենք ոչ տեսնում են մեր ժողովրդին, ոչ հասկանում են, ոչ գիտեն ինչ է ուզում, իրենք իրենց ընդամենը 30 տարի առաջվա պատկերացումների մնացորդների հիման վրա փորձում են հասարակական կարծիք ձևավորել, փորձում են ձեռնացություններ անել, ասենք մանիպուլյացիա կատարել, փորձում են մոլորեցնել, խաբել, բայց այդ ամենը արդեն անցյալում է, ինչպես մենք տեսնում ենք, իրենք այս պահին ընդամենը հիմնվում են գործակալական համակարգի եւ բիրտուժի վրա։ Հեղինակության իմաստով որպես իշխանության բաղադրիչ իրենք 0-ից ցածր են արդեն։ Մնացել է Սարգսյանը ինչին է պետք է այս փոփոխությունները, եթե ասում է չի գալու։ Դες հարցով պատասխանել այդքան էլ ճիշտ բան չէ։ Հիմա զառամյալ մի ոդկա գերեզմանում գտնվող, ասենք Բրեժնևի ինչին էր պետք այդ ամենը։ Դա մարդու հոգեբանության դրսևորում է։ Միգուցե անբացատրելի է, միգուցե բացատրելի է։ Քաղաքական հարթության մեջ դա ամենայդպես բացատրության կարիք չունի։ Մենք ընդհանրապես ընդունում ենք, որ ունենք հակառակորդ եւ այդ հակառակորդից պետք է ձեռբազատվել։